Երբ Նիկոլ Փաշինյանը իր մեկը մեկից անհաջող կադրերին նշանակեց բուհերի հոգաբարձուների խորհուրդ ղեկավարելու, չդիմադրեց որևէ բուհ։ Այսօր ունենք ՔՊԱ-ված բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ունենք ԵՊՀ ռեկտոր, որ աստվածաբան է, բայց չի արձագանքում Փաշինյանի հակաեկեղեցական գրառումներին։ Իսկ Փաշինյանի հետ ուսանողների հանդիպումները կազմակերպում է միմիայն ընտրած ուսանողների հետ։ Շառից հեռու։ 2018 թվականի հոկտեմբերին, երբ Նիկոլն արշավեց ազգային ժողովի վրա, չստացավ որևէ դիմադրություն ու այդ օրվանից մինչև այսօր խորհրդարանը իր գրպանի կառույցն է։ Նիկոլը սկզբում դատախազությանը պատվիրում էր Ռոբերտ Քոչյանի վրա գործը, իսկ հիմա բոլոր հանցագործությունների վարկածներն էին քթելադրում։ Դատախազը զեկուցում է քրգործերով, ցուցումներ է ստանում։ Այսպես լռությամբ, առանց դիմադրելու Նիկոլի ավերիչ իշխանությանը հանձնվեցին պետության ողնաշարը հանդիսացող բոլոր կառույցները՝ Սահմանադրական դատարան, կրթություն, բանակ, ԲԴԽ, դատախազություն, ԱԱԾ, քննչական կոմիտե, երկրի իմունային համակարգի բոլոր ինստիտուտները զավթել, պրծել է։ Սաղ համակարգերը վարակված է Նիկոլ ախտով, եկեղեցին է մնացել, ու հիմա սկսել է եկեղեցու դեմ արշավը։